Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 17-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ այսօր ուզում եմ անդրադառնալ ներքին քաղաքականության հարցերին, ընտրարշավը շարունակվում է մեր ազգային ժողովի ընտրությունների համար կուսակցությունները ինչ-որ հավաքներ են անում, մենք տեսնում ենք կոշտ լեզվակռիվ կուսակցությունների միջև, մենք տեսնում ենք նաև սրում հարաբերությունների մի կողմից քաղաքապայմանագրի և Նիկոլ Փաշինյանի մյուս կողմից 3 ռուսամետ ուժերի միջև ունեցող մեծ ռեսուրսներ, մենք լսում ենք բավական կոշտ ձևակերպումներ, ասենք համբալ, հարբեցող ծաղրացու, փոխադարձ մեղադրանքներ, ծանր է դա տպավորություն թողնում, բայց անպայման այդ թեմային ուզում եմ անդրադառնալ, քանի որ մի շարք հարցեր շոշափվում են, օգտագործվում է նաև իշխող ուժի դեմ ու կտամ իմ մեկնաբանությունը այդ մի շարք հարցերին անպայման Ափսոս, որ մեզ մոտ բևեռացումը քաղաքական դաշտում այդքան ուժեղ է, այս բևեռացումը չի տալիս հնարավորություն ավելի հանգիստ մթնոլորտում ուսումնասիրել ծրագրերը ուժերի, օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով դա այդպես է, բայց անպայման պետք է անդրադառնանք այդ հարցերին այսօր, ներքին քաղաքական հարցերին, ընտրարշավի հարցերին։ Ու այսօր ես անպայման ուզում եմ ձեզ հետ խոսել Դոնալդ Տրամփի քաղաքականության մասին։ Ես պարբերաբար Միացյալ Նահանգների քաղաքականությանը անդրադառնում եմ, նաև հիշում եք վերջի 2 օրը մանրամասն խոսացի Միացյալ Նահանգներ-Չինաստան հարաբերությունների ու բանակցությունների մասին, քանի որ Միացյալ Նահանգներից աշխարհում շատ բան է կախված։ Ուրվագծվում է պարոն Դոնալդ Տրամփի արտաքին քաղաքականությունը։ Կարծես թե Դոնալդ Տրամփը ունի միայն մեկ դաշնակից Իսրայել։ Մյուս դաշնակիցները այդքան էլ ուժեղ դաշնակիցներ չեն Դոնալդ Տրամփի տեսանկյունից։ Խոսքը գնում է եւ Եվրոպայի մասին, եւ Կանադայի մասին, եւ Թայվանի մասին։ Այլ դաշնակիցները երկրորդ պլանում են Դոնալդ Տրամփի համար ու բացի դրանից այս իր քայլերից Ռուսաստանի ագրեսիայի Ուկրաինայի դեմ, իր քայլերից Իրանի դեմ, իր բանակցությունների Չինաստանի հետ, ես ինչքան տեսնում եմ, ինքը կողմնակիցն է ավելի շատ, որ աշխարհը բաժանվի ազդեցության գոտիների։ Չեմ ասում դասական ազդեցության գոտիների բաժանվի, որը կար 19-րդ դարում, բայց ինքը ընդունում է օրինակ Չինաստանի մեծ ազդեցությունը Թայվանի վրա և Թայվանի այդ ջրանցքում։ Ինքը ընդունում է Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա։ Այս պարզ երևում է և իր հայտարարություններից, և իր քայլերից։ Դա ինչ է նշանակում մեզ համար։ Անպայման պետք է ուսումնասիրենք ու ինձ դա հուշում է, որ անպայման մենք պետք է արագացնենք TRIP ծրագրի իրականացումը, քանի որ Դոնալդ Տրամփը այս հարցով շատ կառուցողական մոտեցում ունի մեզ համար, դա է պատճառը, որ ստեղ մենք պետք է շտապեցնենք մեր գործողությունները։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը այսօրվա, ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել և աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Դուք տեսնում եք, որ մենք անաչառ ենք, օբյեկտիվ աշխատում ենք, շատ ու շատ մարդիկ հիմա ներգրաված են քաղաքական պրոցեսների մեջ, միջկուսակցական պայքարների մեջ, ընտրարշավի մեջ, և փորձագետներ, և քաղաքական գործիչներ, պարզը ավտոմատ իրանք չեն կարող լինել օբյեկտիվ։ Չեն կարող անաչառ լինել, քանի որ իրանք այս պայքարի պրոցեսի մասն են։ Մենք անաչառ ենք։
Դա է պատճառը, որ մեր խոսքը շատ կարևոր է եւ Սփյուռքայության համար, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, դա է պատճառը, որ ես խնդրում եմ բաժանորդակվել, կիսվել, լայքել, աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Հիմա արտաքին քաղաքականությունը Դոնալդ Տրամպի։ Դոնալդ Տրամպը բավական հետևողական ճնշում է գործադրում Իրանի վրա։ Պատերազմական լայնամասշտաբ գործողություններից հետո հիմա ճնշում է գնում Իրանի վրա։ Դիվանագիտական ճնշում, քաղաքական ճնշում։ Այո, Դոնալդ Տրամպի համար Իսրայելը իսկական դաշնակից է։ Ու Դոնալդ Տրամպը որպես իսկական դաշնակից շարունակում է այդ պայքարը Իրանի դեմ, Իրանի միջուկային ծրագրերի դեմ, Իրանի դեմ, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը։ Իրանը ինչ է ասում։ Իրանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Հնդկաստանում Նյու Դելիի մեծ ֆորումում, դա կապված է BRICS-ի արտգործնախարարների նիստի հետ, BRICS կազմակերպության։ Ինքը այնտեղ ելույթ ունեցավ ու ասաց, որ առաջին, որ շատ դժվար է գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ, քանի որ ամեն օր մենք տարբեր մեսիջներ ենք լսում Միացյալ Նահանգներից։ Տարբեր ամեն օր, ու դա ապակող որոշում է, տարբեր կարծիքներ են ասվում, տարբեր հարցերի հետ կապված ու փոփոխական են։ Մյուս կողմից ինքը ասաց, որ Իրանը կյանքում չի հրաժարվի միջուկային ծրագրերից։ Համաձայն է հետաձգել միջուկային ծրագրերի իրականացումը ու խաղաղ նպատակներով, բայց միայն հետաձգել։ Ու 20 տարով համաձայն չի, քանի որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը երեք դուք հիշում եք նորից կրկնեց, որ ինքը եթե Իրանը համաձայնվի 20 տարով հետաձգել միջուկային ծրագրերը, ինքը կհամաձայնվի խաղաղության պայմանագիր ստորագրել Իրանի հետ։ Մյուս կողմից Իրանը նաև ասում է, որ չեն հավատում Միացյալ Նահանգներին, քանի որ երկու անգամ վարել են բանակցությունները ու երկու անգամ ի վերջո իրենց վրա հարձակում եղավ։ Ուրեմն ստեղ մենք տեսնում ենք ինչ որ երկխոսություն գնում է, ինչ որ կոնտակտներ տարբեր ձևերում հասցնում են, կոնտակտներ կան, տարբեր ձևերում հասցնում են ինֆորմացիա իրար Միացյալ Նահանգները եւ Իրանը, բայց համաձայնություն դեռ չկա։ Հիմա Դոնալդ Տրամպը ինչ է ասում։ Ինքը ասում է, եթե 20 տարով Իրանը համաձայնվի հետաձգել իր միջուկային ծրագրերը, մենք կհամաձայնվենք։ Մյուսը ինչ ասեց Դոնալդ Տրամպը վերադառնալուց հետո Չինաստանից, երեք ինքը ասեց Վաշինգտոնում, որ պատրաստվում են իրանք ուժային քայլեր անել Իրանի դեմ, եթե դա անհրաժեշտություն լինի, եթե Իրանը չգնա զիջումների։ Ու իր թիմը պատրաստվում է դրան։ Իրանցիք միանշանակ ասում են, որ թույլ չենք տա Իսֆահանում մոտ գտնվող գործարանից հարստացված ուրանը դուրս բերել Իրանից։ Միացյալ Նահանգները պատրաստում են ռազմական օպերացիա այդ նյութերը հանել դուրս բերել Իրանից։ Ու Իրանը ասում է, մենք պատրաստ ենք եւ բանակցությունների եւ պատերազմական գործողությունների։ Բայց այդ օրինակը ես մանրամասն ձեզ ներկայացնում եմ, գիտեք ինչ պատճառով, որ դուք հասկանաք ինչ լուրջ պայքար է եւ դիվանագիտական դաշտում եւ քաղաքական գնում է Միացյալ Նահանգների Իրանի միջև եւ ինչքան հետեւողական է Միացյալ Նահանգները ի պաշտպանություն Իսրայելի շահերի։ Նաեւ այդ թվում, բարձ այստեղ ունի մերձավոր արևելքում իր շահերը Միացյալ Նահանգները, բայց Իրանին այս ձևի ճնշումը Իրանի վրա գործադրելը դա առաջի հերթին Իսրայելի շահն է։ Բայց Միացյալ Նահանգները Իսրայելը համարում ենք Դոնալդ Տրամպը եւ Միացյալ Նահանգները համարում են դաշնակից, իսկական դաշնակից։ Հիմա եվրոպացիների նկատմամբ որն է քաղաքականությունը Միացյալ Նահանգների, ավելի ճիշտ Դոնալդ Տրամպի ադմինիստրացիայի։ Դուք գիտեք, որ եւ Գերմանիայից դուրս բերվեցին զորքերը, մոտավորապես 7000 զորք դուրս բերվեց Գերմանիայից Միացյալ Նահանգների կողմից։ Եվ Լեհաստան չեն ուղարկվելու նոր կոնտինգենտ Ամերիկայի 4000 զինվորականներ։ Դες Եվրոպայի նկատմամբ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները այդ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ ավելի թույլ մոտեցում են ցուցաբերում։ Ստեղ իրանք համարում են, որ կարող են թույլացնել իրանց աջակցությունը եվրոպացիներին։ Ու պետք է դες ասեմ, որ Գերմանիայում
Եվրոպայի ամենամեծ ամերիկյան կոնտինգենտն է 36,000-անոց ու պլանավորվում է մոտ ժամանակներս էլի 5,000 զինվոր դուրս բերել Գերմանիայից։ Միացյալ Նահանգները նաև ունեն ռազմական կոնտինգենտ 10,000-անոց Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Իսպանիայում ավելի փոքր կոնտինգենտ է ամերիկյան 4,000 զինվոր, ստեղից ամերիկացիք ուզում են դուրս բերել զինվորականներին իրենց Իսպանիայից, քանի որ Իսպանիան չի աջակցում այն պատերազմի, չի աջակցել, որը ամերիկացիք վարում էին Իրանի դեմ։ Ավելին Իսպանիան դեմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում 5% բյուջե իր տրամադրել ռազմական Իսպանիայի բյուջեին։ Ուստեղ հակասություններ կան։ Բայց այդ օրինակները ինչի եմ ձեզ բերում, որ դուք հասկանաք, որ եվրոպացիների նկատմամբ քաղաքականությունը Դոնալդ Տրամփի այլ է։ Ես ավելին ձեզ ասեմ, այդքան մեծ աղմուկ բարձրացավ կապված Լեհաստանի հետ, որ Միացյալ Նահանգները վերջնականորեն մերժեցին ուղարկել 4,000-անոց կոնտինգենտը Լեհաստան այս մոտորերը, որ հիմա մեծ արձագանք, մեծ աղմուկ Լեհաստանում, որ Դեն Կեյնը, այն գլխավոր գեներալը, որը խորհուրդներ է տալիս Թրամփին ու հենց ինքն է կողմնակիցը Եվրոպայից զորքերը ամերիկյան դուրս բերել, ինքը հիմա ստիպված է գնալ Լեհաստան։ Այդ օրինակը ես բերում եմ, որ մենք հասկանանք, որ Թրամփի քաղաքականությունը բավական բարդ քաղաքականություն է։ Ինքը չի համարում Եվրոմիության երկրները, եվրոպական երկրները, նաև Մեծ Բրիտանիան, իսկական իր ամենագլխավոր դաշնակիցներ չի համարում։ Դա է պատճառը, որ պարբերաբար վախացնում է, որ դուրս կգա Ամերիկան ՆԱՏՕ-ից, իր քաղաքականությունը սահմանափակվում է մեկ դաշնակցով։ Հիմա ինչու դա անում է Դոնալդ Տրամփը։ Իմ կարծիքով այն վերսիան, որը ես լսել եմ ու մասամբ կիսում եմ, որ Դոնալդ Տրամփը ուզում է բաժանել աշխարհը ազդեցության գոտիների վրա։ Այո, այդ դասական բաժանում չի, որը կար 19-րդ դարում, երբ որ կայսերությունները աշխարհը բաժանում էին իրար մեջ, այս ձևի բան չի լինի, բայց մոտ բան կլինի։ Օրինակ, տեսակ ինքը վերադարձավ Չինաստանից ու Տայվանին զգուշացրեց, որ եթե պատերազմ լինի, ինքը իրանց չի աջակցի։ Նույնն է եվրոպացիների հետ կապված, քանի որ չեն աջակցում Իրանի հարցով, ինքը ասում է կամ չեք աջակցում, կամ քիչ եք աջակցում, ես դուրս կգամ ՆԱՏՕ-ից։ Ուրեմն այն կոնցեպտը, որ ինքը ասում է, այ Չինաստանը այդ գոտին է ազդեցության Չինաստանի, ստեղ Եվրոպայում ազդեցության գոտին է դա Ռուսաստանի, առաջի հերթին հետ խորհրդային տարածքը, Ուկրաինան, հետո հարևան երկրները, Բալտյան երկրները, Լեհաստանը, ամերիկացիք ակնարկ են անում, որ դա իրանք ընդունում են որպես ազդեցության գոտի Ռուսաստանի։ Չեմ ասում, այդպես պրիմիտիվ է դա ասվում, բայց քայլերից դա երևում է։ Ու ինչու դա մանրամասն ներկայացնում եմ ձեզ, որ մենք ձեզ հետ հասկանանք, որ Դոնալդ Տրամփի օրինակ քաղաքականությունը կապված Հարավային Կովկասի հետ շատ լավ է մեզ համար։ Ուրեմն մենք ամեն ինչ պետք է անենք, որ Դոնալդ Տրամփ ծրագիրը արագ իրականացվի։ Աշխատանքը գնում է, պարբերաբար գալիս են Միացյալ Նահանգներից պատվիրակություններ, ուրեմն Դոնալդ Տրամփը նույնիսկ զբաղված լինելով Իրանի հարցերով մեր թեման առաջ է տանում, բայց պետք է արագացնենք։ Քանի որ ամեն ինչ փոփոխական է։ Տեսակ Դոնալդ Տրամփը դուրս է բերում զորքերը Եվրոպայից։ Տեսակ Դոնալդ Տրամփը ասում է, որ Թայվան դու քո գլուխը պայի, ինձ վրա հույսեր մի դիր։ Դոնալդ Տրամփը միաժամանակ երեք ասեց, որ Կիմ Չեն Ըն, Հյուսիս Կորեայի ղեկավարը, այդ բռնապետը, այդ մարդասպանը Բարիս բունի իմաստով, ինքը լավ տղա է։ Ու ինքը հարգում է Միացյալ Նահանգները։ Կասկածում եմ, որ ինքը հարգում է Միացյալ Նահանգները, բայց դրական մեսեջներ իր ուղղությամբ ուղարկեց Դոնալդ Տրամփը։ Ուրեմն Դոնալդ Տրամփի քաղաքականությունը, մոտեցումները բավական առանձնահատուկ են, ուղղակի մենք պետք է հետևենք։ Նույնը օրինակ Դոնալդ Տրամփի երեկվա արձագանքը, գիտեք ինչ հարցի։ Կիևը ռմբակոծեց Պուտինը։ Ու ստացվեց այդպես, որ նպատակաուղղված
իրանք ռմբակոծեցին հենց բնակելի շենք 24 մարդ մահացավ դες այդ պատերազմը ռազմական օբյեկտների դեմ չէր Ուկրաինայի երեկվա ռմբակոծությունները հենց բնակելի շենքերի բավական թույլ արձագանք տվեց Թրամփը ասեց դա սխալ է ինչ որ շատ մեղմ արտահայտվեց խայտարակություն է եւ վերջ ոչ մի սանկցիոն ուժեղ քաղաքականություն ոչ մի ուժեղ շարունակություն ավելի ներեք կոնգրեսականները հանրապետականները ովքեր մեծ դեր են խաղում հենց աջակցության հարցերում Ուկրաինային ասեցին թող Ուկրաինան ոչ մի փողային աջակցություն չսպասի ոչ 10 միլիարդ ոչ 50 միլիարդ ոչ 90 միլիարդ Ես Դոնալդ Թրամփի քաղաքականությունը բավական բարդ է դա ինչ է նշանակում որ այո ինքը համարում է որ այ Ուկրաինայի դեմ պայքարում ստեղ գլխավոր դերը Ռուսաստանին է Ռուսաստանը պետք է որոշի ոնց լուծվի Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է դիմադրում է ճիշտ է անում բայց ստեղ մենք լսում ենք շատ մեծ աղմուկ է հիմա գնում Գերմանիայում քանի որ ամերիկացի զորքերը ես ասացի սկսեցին դուրս բերել Գերմանիայից ստեղ փոփոխություններ կան Գերմանիայում հիմա իրանց հայտնի գեներալները նաև պաշտպանության նախարարության իրենք բարձրացնում են հարց որ Ռուսաստանը մնում է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիք ու Գերմանիայի համար մնում է գլխավոր սպառնալիք ու մինչև 2029 թիվը պատրաստ կլինի նույնիսկ հարձակվել Եվրոպայի վրա ու այնտեղ դուք գիտեք թևավոր հրթիռներ պետք է տոմոգավկներ տային ամերիկացի Գերմանիային ու մերժեցին ամերիկացիք այդ պարտավորությունը չեն ուզում հիմա կատարել դա է պատճառը որ այդ պետությունները նաև եվրոպական հիմա մտածում են ոնց իրանց պաշտպանել մեզ համար այս ամբողջ փաթեթից շատ կարևոր մաս կա մենք պետք է ինչքան կարելի է արագ թրիփ ծրագրերը իրականացնենք քանի որ դա Դոնալդ Թրամփի ծրագրերն են պարզ է ինքը հետ չի կանգնի բայց արագ պետք է իրականացնենք քանի որ եթե դու արագ չես իրականացնում կյանքում ամեն ինչ շատ արագ փոխվում է տեսակ ով կհավատար որ ամերիկացիք կարող են սպառնալ նրանով որ դուրս կգան ՆԱՏՕ-ից հիմա մեր ներքին քաղաքականության հարցերին ուզում եմ անդրադառնալ մի քանի շատ կարևոր թեմաների նու պարզ է ընդդիմադիրները շատ ակտիվ օգտագործում են իշխանության դեմ այն փաստը որ կան գերիներ Ադրբեջանում, Ադրբեջանի բանդերում ու մեղադրում են, որ իշխանությունները ակտիվ ստեղ չեն աշխատում։ Միջազգ Անահիտ Մանասյանը, մեր օմբուդսմենը, մարդու իրավունքների պաշտպանը արձագանքեց ու ասեց, օրինակ օմբուդսմենի ինստիտուտը բոլոր հարթակներում բարձրացնում է այդ հարցը ու պահանջում է, որ բոլոր անհապաղ պետք է ազատ արձակվեն։ Ի պաշտոնե 19 մարդ հայ նաև այդվում նախկին ղեկավարներ Լեռնային Ղարաբաղի գտնվում են Ադրբեջանի բանտերում, դատվում են եւ այլն։ Հիմա ընդդիմադիրներից մի դեմքերից մեկը Արմենիա խմբակցությունից մեղադրեց Նիկոլ Փաշինյանին, որ հենց ինքն է, որ Ալիևի հետ որոշեցին, որ այդ մարդիկ պետք է բանտում մնալ։ Հենց Փաշինյանն համաձայն էր, որ իրանք բանտում հայտնվեն, որ չգան Հայաստան չխոսան։ Ոստեղ ես ուզում եմ արձագանքել։ Ինձ հետաքրքիր չի այս թեմայի փոխադարձ մեղադրանքները, ճիշտ է ձեզ ասեմ, այդ թեման շատ նուրբ թեմա է, պահանջում են նուրբ մոտեցումներ, բանակցություններ, առանձին դեպքերում առանց աղմուկի, բայց քանի որ հնչեց մեղադրանք իշխանությունների նկատմամբ, որ իբր իրանք հենց ուզում էին, որ այս մարդիկ մնան ու գտնվեն Ադրբեջանի բանտերում, ես պետք է ասեմ իմ կարծիքը չկապված այս ընտրական արշավի հետ։ Ես պնդում եմ, որ այն փաստը, որ այս 19 հոգուց մոտավորապես 7 թե 8 նախկին Ղարաբաղի ղեկավարներ, ովքեր գտնվում են Բաքվում, դա Ռուսաստանի ցանկություններ։ Ինչու՞։ Ուշադիր նայեք, ովքեր են Ղարաբաղի նախկին իշխանություններից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում։ Այն մարդիկ, ովքեր կոշտ պրոռուսական դիրքորոշում ունեին։ Նույն արտգործնախարարը նախկին Դավիթ Բաբայանը,
նույն երկու նախկին նախագահներ Ղարաբաղի այդ մարդիկ կոշտ պրոռուսական էին։ Գիտեք, Ղարաբաղում մենք հիշում ենք բոլոր ղեկավարները Ռուսաստանի հետ կապում էին իրենց ապագան, ժողովրդի մեջ էլ տրամադրությունները կապված էին, ապագան կապում էին Ղարաբաղի մեջ հայերը Ռուսաստանի հետ, բայց կային մարդիկ, ովքեր ավելի հավասարակշռված դիրքորոշում ունեին Ղարաբաղի կառավարության մեջ, բայց իրենց բոլորին բաց թողեցին, ոչ ոքի չկանգնացրեցին ադրբեջանցիք։ Ինչու՞։ Մենակ պրոռուսական դիրքորոշում ունեցողներին տարան բանդ, քանի որ Ռուսաստանի դա պահանջն էր։ Ռուսաստանի պահանջն էր, որ այդ պրոռուսական մարդիկ, ովքեր կատարում էին միջև վերջ Ռուսաստանի ցանկությունները, որ չկան չպատմեն, որ Ռուսաստանը իրենց գցեց։ Ռուսաստանը իրենց ասեց իշխանափոխություն արեք Ղարաբաղում, այդ դեպքում մենք ձեզ կաջակցենք, բայց իշխանափոխություն կատարելուց հետո լեգիտիմությունը Ղարաբաղը կորցրեց, ու Ռուսաստանը դրանով աջակցեց Ադրբեջանին ուժային քայլեր անել մեր դեմ։ Ուրեմն այս միտքը, որ իբր Նիկոլ Փաշինյանին էր դա պետք, ջախջախվում է այս իմ մոտեցմամբ։ Իմ մոտեցումը ինչու՞մ է կայանում։ Այս ոնց է բոլոր Ղարաբաղի ղեկավարները հիմա գտնվում են տարբեր տրամաչափի, տարբեր մակարդակի գտնվում են Հայաստանում, ովքեր ունեն ավելի հավասարակշռված դիրքորոշում։ Ոչ թե կապում էին ամեն ինչ Ռուսաստանի հետ։ Հենց դա էր ցանկությունը Ռուսաստանի, որ պրոռուսականները չհայտնվեն Հայաստանում։ Մյուս հարցը, որի մասին ուզում եմ ասել, դա այս ռետորաբանությունը, որը կա մեր ընտրարշավում, շատ մտահոգում է մեզ ինձ դա։ Գիտեք, համբալ կամ հարբեցող ծաղրածու, հալյուցինագեն սնկեր օգտագործող, միանշանակ կարող եմ ասել, պատիվ չբերում ոչ ոքու։ Իշխանություններն էլ իրենց հայտարարությունների մեջ ավելի զուսպ պետք է լինեն։ Ես պետք է ասեմ, որ նաև դատաիրավական համակարգը պետք է ավելի զգուշավոր աշխատի, այլ որ պայքարը գնում է կոռուպցիոն դրսևորումների դեմ միայն կարելի է ողջունել, բայց ստեղ էլ կան հարցեր։ Ասենք, եթե մարդը պաստառը ճղել է, սխալ է արել, բայց անպայման չի բերդ դստացնել։ Ու հետո ինչ որ պատմություն դուրս գա, կամ ինքնասպան էր այդ մարդը, կամ ինչ, ում էր պետք այդ պատմությունը։ Ճղեց պաստառը, շատ վատ է, կան տուգանքներ, տուգանք դրեք։ Ինչ եմ ուզում ասել։ Դատաիրավական համակարգի աշխատանքը չափավոր կիրառել պատիժները այն մարդկանց, ովքեր կարող է ուզում են ընտրակաշարք բաժանել, կամ մարդիկ կարող է ունեն կոշտ դիրքորոշում, որը դրսևորվում է սխալ մոտեցումներով, ասենք չթողնել այս կամ այն քաղաքական ուժին մտնել գյուղ, անցկացնել ժողով, ընտրարշավ, դա լուրջ սխալներ են, բայց պատիժն էլ համապատասխան պետք է լինի։ Եթե պատիժը համապատասխան չի, դա կգրանցվի որպես ճնշում ընտրությունների ժամանակ, որպես սխալներ ընտրությունները։ Ուրեմն եւ իշխանությունը պետք է ստեղ չափավոր գործի եւ ընդդիմությունը պետք է իր ռետորաբանությունից հրաժարվի։ Այս մի քանի բառեր, որ ասեցի, որը օգտագործում է ընդդիմությունը, լրջագույն սխալ է։ Թող ոչ ոք չմտածի, որ դրանից շատ բան կշահի, քանի որ սերում է հարաբերությունների, բևեռացումը ոչ մի լավ բան չի տա, էդ էլ առաջերտին հենց ընդդիմությանը։ Հիմա մեկ հարց էլ կա, որի շուրջ դաժան բանավեճ է գնում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդ երաշխավորների ինստիտուտը չաշխատեց, մեզ միշտ օգտագործել են։ Շատ ճիշտ միտք է։ Ցավով պետք է ասեմ, Ռուսաստանը պատմության մեջ մի քանի անգամ մեզ օգտագործել է։ Մտնում էր որպես միջնորդ մեր ու ազերբայջանցիների միջև, մեր ու թուրքերի միջև պատմության մեջ, ու հետո մեզ օգտագործում էր։ Ու տակից մենք դուրս չէին գալիս, հարվածները մեզ էին հասցվում։ Համաձայն եմ։
Այդ միտքը նաև զարգացնելով Նիկոլ Փաշինյանը հիշում եք ասեց, որ Ղարաբաղյան շարժումը դա սխալ էր, լուրջ սխալ էր եւ այլ, ստեղ էլ ինքը ծավալվում է։ Դա պարզ է, առաջացնում է հարցեր։ Օրինակ, ինձ մոտ առաջացնում է հարցեր Ղարաբաղյան շարժումը ինչու ինքը համարում է, որ լուրջ սխալ էր։ Ղարաբաղյան շարժման մեջ օրինակ կար բաղադրիչ կապված ժողովրդավարության հետ։ Եթե ժողովրդավարության համար մենք չպայքարենք, այսօր էլ ազատություններ չէին լինի։ Բայց ուղարկված են մեսիջներ։ Այդ մեսիջներին իմ կարծիքով ինչքան կարելի է կոռեկտ ու ճիշտ պետք է պատասխանել, եթե դիմացիները, ռուսամետ ուժերը ունեն պատասխաններ։ Օրինակ, ես լսեցի իրանք ինչ են ասում, որ միջնորդները պետք են օրինակ իդեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի Միացյալ Նահանգների։ Պարզ է, պրոռուսական անդիմությունը հասկացար, ասել, որ միջնորդը պետք է Ռուսաստանը լինի, ուղղակի ծաղրի կընթարկեն իրենց, ու հիմա մեջ են բերում նաև Ֆրանսիան, Միացյալ Նահանգները։ Ուստեղ կա վեճ քննարկում։ Իրոք միջնորդները պետք են, թե պետք չեն։ Եթե առանց միջնորդի աշխատում է բանակցային process-ը, ուրեմն թող աշխատի առանց միջնորդի։ Աշխարհը ցույց է տալիս, որ նաև միջնորդներ պետք են, կան կոնֆլիկտներ, որպես միջնորդները ու այդ ինստիտուտը աշխատում էր։ Բայց իմ ասածը շատ հասարակ է։ Կարելի է նույն բաները ասել նորմալ բառերով, նույնիսկ սուր քննադատելով, բայց օգտագործել վերջի հայհոյանքները, վիրավորական բառերը իմ կարծիքով անթույլատրելի է, ու ես ձեզ ասեմ, դրանից ոչ մի բան չի շահի պրոռուսական անդիմությունը կամ ռուսամետ ուժերը։ Ցավով պետք է ասեմ, որ այլ ուժերի մասին շատ քիչ կա բան ասելու, կան մի քանի ուժեր, որոնք այս գլխավոր խաղացողներից նաև ֆոնի վրա նաև ակտիվություն են ցուցաբերում, բայց ճիշտ ասեմ, ռեսուրսը մեծ դեր է խաղում, միշտ էլ խաղացել է ընտրությունների ժամանակ, դա է պատճառը, որ մենք այս ընտրարշավում տեսնում ենք մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը, մյուս կողմից այն 3 քաղաքական ուժեր, Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստան դաշինքը եւ պարոն Ծառուկյանի կուսակցությունը։ Այստեղ ենք մենք տեսնում գլխավոր բախումները քաղաքական ու ոչ քաղաքական։ Մյուս ուժերը ավելի համեստ լումա ունեն, բայց իրանց մասին էլ մի քանի խոսք մոտորերս ես կասեմ, քանի որ իրանք էլ փորձում են տանել պայքար ու փորձում են գաղափարական բաներ տարածել, մոտեցումներ։ Այս է մեր վիճակը, մեր ընտրարշավում ես խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքական ուժերին այս քաղաքակիրթ նորմերի շրջանակներում լինել։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։